Հիմա բայց նաև մեր խնդիրն է, որ մենք ժամանակ ունենք առաջիկա մի տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ մենք արտահանումները ծիրանի եւ մյուս գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի մենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք, ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության այն թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Այսինքն, եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել։ Եվ ընդհանրապես բոլոր ապրանքատեսակների եւ ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ եւ սա նաեւ Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ պետականության ամրապնդման ճանապարհ է։ Պարոն վարչապետ, միանշանակ համաձայն ենք ձեր հետ եւ քանի որ դիվերսիֆիկացիայի մասին կարեւոր նշեցիք, ես ուղղակի նաեւ այդտեղ վիճակագրություն նշեմ, մենք հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ արտահանել ենք աշխարհի 15 երկիր, ծաղիկ 25 երկիր եւ բանջարեղեն 8 երկիր։ Ընդ որում այդ արտահանումները հնարավորություն են, ես ուզում եմ ես էլ արձանագրեմ, որ մեր տնտեսվարողները իրենք պետք է հարմարվողականություն ցուցաբերեն եւ շուկաներից յուրաքանչյուրը ունի պահանջների կամ իր բանաձևը եւ ճաշակների իր բանաձևը եւ պետք է մեր արտահանողները հարմարվեն։ Հիմա կարող է մի երկիր կա սպիտակ ծաղիկը ավելի շատ է վաճառվում, քան վարդագույնը կամ հակառակը, այս ամեն ինչը, այսինքն ջանք պետք է դրվի, որպեսզի շուկայի ստանդարտներին, պահանջներին համապատասխանի ապրանքը ուսումնասիրություններ արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չարտահայտվեն։